Մենք իրար չենք տեսնում, բայց հասկանում ենք կես բառից։ Լրատվական ռադիո FM 106.5 Դատարան ամենագլխավոր վարող Հայաստանի Հանրապետության եւ 360 իրավունք չունի այլ աշխատակիցից 372 հոդվածներով վճռել։ Մենք մեր իրավունքները ունենք, մենք Իրական իրավունք Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուկյանի հեղինակային հաղորդումը լրատվական ռադիոյի եթերում։ Իրական իրավունք։ Բարև բոլորին, եթերում իրական իրավունք հաղորդաշարն է եւ ձեզ հետ է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը։ Այսօր մենք ռադիոհաղորդման ընթացքում կանդրադառնանք այս նստաշրջանում Ազգային ժողովի քննարկվող այն թեմաներին, որոնք որ ակտուալ են այս պահին։ Դրանցից մի շարք թեմաների արդեն մենք անդրադարձել ենք եւ այսօր ուղղակի ամենաթեժ քննարկվող հարցը դա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված հանրաքվեի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն էին, որ Ազգային ժողովում բուռն քննարկման տեղիք տվեցին եւ ուղղակի մի փոքր պետք է լուսաբանեմ, թե ինչի մասին է խոսքը գնում։ Մի խումբ պատգամավորների կողմից առաջարկություն է արվել, որ հանրաքվեի մասին օրենքը համապատասխանեցվի ըստ էության մեր գործող ընտրական օրենսգրքին եւ այո եւ ոչ քարոզող կողմերը հնարավորություն ունենան հավասար պայմաններով իրենց քարոզարշավը իրականացնելու։ Մի փոքր ոչ իրավաբանական լեզվով բացատրեմ, թե խոսքը ինչի մասին է գնում։ Տեսեք, եթե այս պահին մենք ունենք նախաձեռնող սահմանադրական բարեփոխումների հանրապետության նախագահին, պարզ է, որ նաև իշխող կուսակցությունը լինելու է այդ քարոզարշավի այո քարոզող կողմը։ Մյուս կողմից նայում ենք ընդդիմադիր ուժերի տեսանկյունից, որ ընդդիմադիր ուժերը նույնպես պետք է ունենան հնարավորություն, այն ուժերը, խոսքը գնում է այն ուժերի մասին, որոնք որ դեմ են խոսում սահմանադրական բարեփոխումներին, ունենան այն հնարավորությունը, որ նրանք էլ իրենց փաստարկները բերեն ոչի առումով եւ երբ որ նայում ենք օրենքին, տեսնում ենք, որ մենք սահմանադրության հանրաքվե անցկացնելու կամ ցանկացած հարցով հանրաքվե անցկացնելու առումով այն նույն չափանիշները չենք կարողանում ապահովել կողմերի համար, որը որ կարող էինք ապահովել ընտրական օրենսգրքով, եթե օրինակ 2-3 տեխնացուներ հանրապետական մակարդակում մասնակցեն օրինակ նախագահի ընտրություններին, որտեղ նրանք ստանում են հավասար հնարավորություններ եթերային առումով, անվճար եթերային րոպեներ, հետո վճարովի սահմանված չափի րոպեներ, գովազդի հնարավորություններ, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անելու հնարավորություններ, իրենց կարծիքը ներկայացնելու հնարավորություն եւ այս առումով հանրաքվեի մասին օրենքը այդ հնարավորությունները չէր տալիս։ Եվ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված այս նախագիծը պետք է նշեմ, որ ներկայացվել էր Արծիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թևան Պողոսյանի, Ավան Վարդանյանի եւ Արմեն Բաբայանի կողմից, այսինքն Դաշնակցություն խմբակցության եւ Թևան Պողոսյանի կողմից ներկայացված այս նախագիծը, որով որ փորձ է արվում հանրաքվեի մասին օրենքը համապատասխանեցնել գործող ընտրական օրենսգրքին։ Ինչու դարձավ մանրամասն քննարկման առարկա, որովհետեւ արդեն իսկ կողմերը, այսինքն այն ուժերը, որոնք որ սահմանադրական բարեփոխումներին դեմ են արտահայտվում, խնդիր են տեսնում անգամ այս օրենքի ընդունման առումով, որ հնարավորություններ չի տրվելու եւ եթե մենք համապատասխանեցնում ենք գործող ընտրական օրենսգրքին եւ քանի որ նրանք դժգոհ են գործող ընտրական օրենսգրքից, արդեն իսկ պետք է նաեւ դժգոհ լինեն այս օրենքից։ Ես պետք է ուղղակի որպես իրավաբան անդրադառնամ այս օրենքին, ասեմ, որ շատ լավ դրույթներ կան առ այն, որ հավասար հնարավորություններ պետք է ստեղծեն խորհրդարանական բոլոր խմբակցությունների համար, որոնք որ կողմ կամ դեմ են արտահայտվելու հանրաքվեին եւ հանրաքվեի ընթացքում եւ նաեւ հնարավորություններ է ստեղծվում ընտրական մեխանիզմներ ներդնել եւ այնպիսի մեխանիզմներ ունենալ, օրինակ վստահված անձի, դիտորդների ինստիտուտի հետ կապված, որոնք որ մենք ունենք այսօր գործող ընտրական օրենսգրքով։ Եվ քննարկումները շատ բուռն տեղի ունեցան, կարծում եմ այն վաղը կդրվի քվեարկության եւ կընդունվի, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը կողմ է այս փաթեթին եւ հետեւաբար այն արդեն պարզ է, որ ընդունվելու է։ Սա կարելի ասել առաջին նախապատրաստական քայլն է քաղաքական ուժերի կողմից սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ, որը որ իմ տեղեկություններով մոտավորապես մինչև աշուն պետք է որ տեղի ունենա։ Այսինքն ես որքանը որ հասկանում եմ, սեպտեմբեր ամսին մենք ունենանք սահմանադրական բարեփոխումների
խորհրդարանական քննարկումներ, այսինքն խորհրդարանում կքննարկվի եւ քվեարկության կդրվի նախագիծը բարեփոխումների եւ աշնանն արդեն կդրվի համապետական հանրակրվեի, այսինքն համապատասխան քարոզարշավ կիրականացվի եւ քարոզարշավի արդյունքում կդրվի հանրակրվեի եւ մարդիկ մեր հանրապետության քաղաքացիները կարողանան կողմնորոշվել այո կամ ոչ քվեարկել նշված օրենքով տրված հնարավորություններից ելնելով իրենց կողմնորոշումը ձևավորելով, որովհետեւ քաղաքական ուժերն են, որ ձևավորելու են այդ կողմնորոշումները, դեմ քվեարկել թե կողմ քվեարկել կամ չգիտեմ բոյկոտել։ Եթե հետ գնանք հիշենք 2003 թվականի, նաեւ 5 թվականի հանրակրվեները համանական բարեփոխումների, 3 թվականին դա ձախողված հանրակրվեր եւ 5 թվականին հաջողվեց, չնայած որ դրանից հետ կապված էլ կա տեղեկատվություն, որ կեղծիքներ են եղել եւ այլն, այսինքն ցանկացած ընտրական process-ի հետ կապված Հայաստանում կա նման ձևակերպված քննադատություններ եւ եթե նայենք այն ժամանակվա տվյալներին, ապա մարդիկ եղել են նաեւ որ բոյկոտել են։ Դրա համար եմ ասում կողմ դեմ կամ նաեւ բոյկոտել, որտեղ քաղաքական ուժեր կային, որոնք օրինակ կոչ էին անում չգնալ ընդհանրապես հանրակրվեի մասնակցել եւ դրանով իսկ չապահովել ձայները համապատասխան, որի արդյունքում կարող էր չեղել համարվել տեղի ունեցած հանրակրվեն։ Ինչը որ 2003 թվականին էր եղել եւ 2005-ին արդեն իսկ ընդունվեց։ Ես կարծում եմ դեռ մենք հնարավորություն կունենանք անդրադառնալու սահմանադրական բարեփոխումներին, քանի որ հայեցակարգի մակարդակում մենք անդրադարձել ենք մեր ռադիոհաղորդման շրջանակներում, իսկ այս պահին հայեցակարգից զատ մենք այլ բան չունենք։ Այսինքն հիմա մասնագիտական խումբը ես գիտեմ, որ աշխատում է սահմանադրական բարեփոխումների տեքստի վրա, եւ երբ որ հրապարակվի տեքստը, միանշանակ մենք մեր ռադիոհաղորդման շրջանակներում լուսաբանելու ենք շատ ակտիվորեն, թե ինչ է առաջարկվում սահմանադրական բարեփոխումներով։ Բայց մինչև դա, գիտեք, փաստարկներին կարող եմ անդրադառնալ, որ ընդդիմադիր ուժեր կան, որոնք որ կողմ են բարեփոխումներին, ուժեր կան, որոնք որ այս պահին չեն արտահայտել որևէ կարծիք, այն ուժերը, որոնք որ կողմ են գտնում են, որ դա կտանի համակարգային բարեփոխումների, որի արդյունքում կփոխվի քաղաքական համակարգը եւ մեր ունեցած խնդիրները կլուծվեն քաղաքական համակարգում եղած եւ մյուս կողմը, որ դեմ է բարեփոխումներին, նրանք պնդում են, որ եթե քաղաքական կամ կա ինչ-որ լավ բան անելու համար, ապա այդ լավ բանը կարող է կանել առանց բարեփոխումների սահմանադրական, այսինքն օրենսդրական մակարդակում բազմաթիվ օրենքներում տարբեր հարցերով առաջարկություններ է անում ընդդիմությունը, դրանք ընդունեք ուղղակի լավ բանը արեք, այսինքն մեկ պայմանավորի դա սահմանադրական բարեփոխումների հետ։ Կարծում եմ բոլոր փաստարկներն էլ կյանքի իրավունք ունեն եւ վերջում երբ որ տեքստի մակարդակով կլինի արդեն այդ քննարկումը լուսաբանումը սահմանադրական բարեփոխումների մեր ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են որ որոշելու են թե արժե փոփոխության ենթարկել գործող սահմանադրությունը թե ոչ այսինքն մենք կհասնենք դեռ այդ փուլին եւ դա քննարկման առարկա կդարձնենք Անցնելով առաջ պետք է նշեմ, որ հաջորդ հարցը, որ քննարկում է այս պահին խորհրդարանում, դա պետական բյուջեի 2014 թվականի կատարողականն է, որը որ կառավարության կողմից ներկայացվել է խորհրդարանին, եւ արդեն ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ես նշել եմ, մենք խնդիր ունենք այստեղ, որովհետեւ մենք արդեն 3-րդ տարին է ես պատգամավորեմ եւ նույն հարցը բարձրացվում է, որ բյուջեն մենք ոչ թե քննարկում ենք Իս ձևով հավաքել եւ իս ձևով ծախսել, մենք քննարկում ենք իս ձևով ծախսել, հետո իս ձևով հավաքել, այսինքն հակառակ կողմից են գալիս եւ հիմա հաշվետվությունն էլ հակառակ կողմից է քննարկվում, այսինքն քննարկում ենք ինչ ենք ծախսել, հետո քննարկում ենք թե ինչ ենք հավաքել, որ ծախսենք։ Միշտ պետք է քննարկենք ինչ ենք հավաքել, հետո ինչ ենք ծախսել։ Այս առումով տեսեք շատ ձևական բնույթ է կրում կատարողականի քննարկումը խորհրդարանում, չնայած այն հանգամանքին, որ դա եւս մի մեխանիզմ է խորհրդարանական վերահսկողությունը կյանքի կոչելու եւ իրականացնելու առումով։ Ամեն դեպքում քննարկումները դեռևս ընթանում են, չի ավարտվել եւ դեռ վաղը ելույթները կշարունակվեն Եվ այս առումով պետք է ասեմ, որ բավականին пассивություն եմ տեսնում խորհրդարանում, որովհետեւ առաջին 2 տարիների պետական բյուջեի հաշվետվությունները ավելի ակտիվ մթնոլորտում էին քննարկվում։ Սա նաև այն պատճառով է, որ այն ժամանակվա ակտիվ ընդդիմությունը այս պահին չկա, նկատի ունեմ քարյակ, գերյակ, այս պահին նման ձևաչափեր չեն գործում խորհրդարանում եւ ամեն քաղաքական ուժ իր արժեվ դրված խնդիրն է լուծում։ Դրա համար էլ ես կարծում եմ այս пассивությունը մենք ունենք։ Ծրագրային բյուջետավորման հետ կապված բազմիցս խոսել ենք, վաղ թե ուշ մենք ամբողջական կունենանք այդ հնարավորությունը, որ ծրագրային բյուջետավորումը Հայաստանում գործի այս պահին մոտավորապես այդ ձևով է ներկայացվում, բայց ես կարծում եմ դա ամբողջական չէ։ Ինչ է նշանակում ծրագրային բյուջետավորում, ես կարճ ոչ
իրավական տերմիններով պետք է ասեմ, որ դա այն է, որ երբ որ մի գերատեսչություն ներկայացնում է ծախս, այդ ծախսի տակ ցույց է տալիս ծրագիր, ցույց է տալիս ցուցանիշներ, ցույց է տալիս չափանիշներ եւ թե ինչ մեթոդներով է հասնելու նշված ցուցանիշներին։ Եվ եթե մենք դա հաստատում ենք, հետագայում մենք ստուգման արդյունքում կարող ենք ողջել, արդյոք այդ ծրագիրը եղել է արդյունավետ թե ոչ, արդյոք այդ ծրագրով խոցվել են այն թիրախները, որոնք որ պետք է խոցվեին եւ արդյոք մենք ունենք այն արդյունքները, որոնք որ մենք ակնկալում էինք։ Սա շատ կարեւոր է, ինչու, որովհետեւ եթե մենք տեսնում ենք, որ անհաջող է եղել այդ ծրագիրը, հաջորդ տարվա բյուջեում նշված ծրագիրը մենք չենք ֆինանսավորի։ Մինչ այս պահը այդ ձևով չի արվել։ Արվել է հետեւյալ ձևով. կա ծրագիր, ծրագրի դիմաց գրված է գումար եւ պարզ չէ թե նրանք հասել են իրենց նպատակներին թե ոչ։ Այսինքն նշվում է, որ տրվել է այսքան գումար, ծախսվել է ամբողջ գումարը, հետեւաբար մենք կատարել ենք բյուջեն։ Այսինքն բյուջեն կատարելը դա դեռ բյուջեի միջոցները ծախսելը չէ, այլ այդ ծախսերը նախատեսված ծախսերը, այն նպատակների համար ծախսելն է եւ հասնելն է այդ նպատակներին, որը որ խորհրդարանը ի սկզբանե իր արժեվ դրել է բյուջեն հաստատելիս։ Այսինքն սա է կարևոր հանգամանքը։ Բավականին բողոքներ կան կապված ներկայացուցչական ծախսերի, մեքենաների, նոր մեքենաների ձեռքբերման, այսինքն կրկին ես այդ թեմային շատ եմ անդրադարձել, ուռճացված պետական ապարատին է վերաբերում եւ այդ բողոքները տեղին են։ Ծրագրային բյուջետավորման առումով պետք է ասեմ, որ դրանք ծրագրեր չեն, որոնք որ պետք է ֆինանսավորվեն, այսինքն ֆիքսված լինում են ներկայացուցչական ծախսեր, որոնք որ ուղղակի յուրաքանչյուր գերատեսչություն պետք է բարեխղճորեն ծախսի։ Ինչ վերաբերում է գործուղումներին, ապա յուրաքանչյուր գործուղում պետք է ունենա իր նպատակը եւ չեն կարող մարդիկ աննպատակ ուղղակի գործուղումների մասնակցել գնալ եւ ամեն գործուղման արդյունքում պետք է պետության համար ինչ որ խնդիր լուծվի, այսինքն ինչ խնդիր է դրվում նշված գործուղման գնալուց առաջ։ Սա շատ կարեւոր է, ինչը նույնպես չի արվում, այսինքն հաշվետվականություն նաեւ չկա գործուղումների հետ կապված, թե այսինքն այսինչ պատվիրակությունը գնաց այսինչ երկիր, ինչ արդյունքներով է այն վերադարձել Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն այս բոլոր խնդիրները դեռևս չլուծված են եւ գնալով ռեսուրսները ավելի սուղ են դառնում եւ որքանով որ սուղ են դառնում, այնքան ավելի քննադատությունը սրվում է եւ սրվելու է այս ուղղությամբ։ Հույսս այն է, որ դրա արդյունքում մենք ուղղակի կարողանանք վերանայել մեր ծախսերը։ Օրինակ, բյուջեի հաշվետվականության հետ կապված այդ քննարկումներից հետո կառավարության նիստին վարչապետը հանձնարարել էր եւ հայտարարել էր, որ պետք է կրճատվեն կառավարության գործուղումները։ Օրինակ, այսինքն պետք է ասենք, որ այդ քննադատությունները որոշակի ազդեցություն ունենում են։ Օրինակ, եթե մենք նաև տեսնենք, որ տնտեսումներ են արվում մեքենաներ գնելիս կամ չգիտեմ որոշակի պաշտոնատար անձինք արդեն զրկվում են իրենց մեքենաներից սպասարկող, ինչը որ ամբողջ աշխարհում է տեղի ունենում ճգնաժամային իրավիճակներում, մենք կողջունենք, բայց այս պահին դա չկա, այսինքն այն ճոխությունը, որ միշտ եղել է, այդ նույն ճոխությամբ մեր պետական ապարատը ապրում է, առանց հաշվի առնելու, որ եթե այն ժամանակ ճոխություն է եղել տնտեսական 10, 12, չգիտեմ 7, 8 աճի պարագաներում, չի կարող այդ նույն ճոխությունը պահպանվել տնտեսական 0 կամ 1 տնտեսական աճ ունենալու պարագայում։ Սա շատ ակնհայտ է։ Հաջորդ հարցին, որ կցանկանայի անդրադառնալ, դա հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքն է, որը ես շատ եմ կարևորում եւ շատ լուրջ լոբինգ եմ իրականացել խորհրդարանում, որ հասնենք այս արդյունքին։ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որով որ առաջարկվում է օրենքի այն դրույթը, որ հուլիսի 1-ից պետք է անալոգային հեռուստաընկերությունները զրկվեին անալոգային հեռարձակման հնարավորությունից, լիցենզիաներից, դա երկարացվի մինչև 16 թվականի հունվարի 1, այսինքն 6 ամիս ժամանակով, որի ընթացքում համակարգային խնդրի լուծում պետք է տրվի, այսինքն այդ մուլտիպլեքսի հարցը պետք է լուծվի եւ այն անալոգային ընկերությունները հեռուստա ստուդիաները, որոնք որ մինչ օրս գործում են, նրանք կարող են շարունակել եւ գործել։ Այսինքն թվայնացման գործընթացում մենք արհեստականորեն պետք է փակեինք այս ընկերություններին եւ երկարատև պայքարի արդյունքում հասանք նրան, որ հիմա չի փակվելու։ Սա այս կարծում եմ շատ դուրս ձեռքբերում է մեզ համար, որովհետեւ մարզային բազմաթիվ հեռուստաընկերություններ մոտավորապես 200-300 աշխատող մնալու են ուղղակի գործազուրկի կարգավիճակում։ Դրան գումարած մարզային մակարդակում ես կարծում եմ կտուժվեր մեդիա բազմազանությունը եւ խոսքի այլ ընտրանքային խոսք ներկայացնելու այդ հնարավորությունները կսահմանափակվեին եւ ինչն էլ նաեւ կարծում եմ այդ շուկայի զարգացման խթանն է եւ շուկան չէր զարգանալու, եթե ամեն մարզում մնար մեկ հեռուստաընկերություն։ Այս առումով ես շատ եմ կարևորում եւ սպասում եմ, որ այդ նախագիծը արդեն իսկ դրվի քվեարկության, քննարկման եւ քվեարկության, որ մենք շատ արագ կարողանանք խնդիրը լուծել եւ հուլիսի 1-ից մեր անալոգային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունները խնդրի առջեւ չկանգնեն։
Կարծում եմ այս հաղորդման շրջանակներում մենք ներկայացրեցինք հիմնական այն խնդիրները, որոնք որ կային։ Այս քառորյայում նաև իմ կողմից ներկայացված մեր հայտնի նախագիծն է, որը որ հնարավորություն է տալու առաջնագծում վիրավորված մեր զինվորներին այն պարագաներում, որ անհնար է Հայաստանի Հանրապետությունում նրանց բուժում իրականացնել, օրենսդրական պոզիտիվ պարտականություն է սահմանվում եւ դրվում պետության վրա, որ պետությունը իր ծախսերով պետք է արտասահմանում այդ բուժումը իրականացվի։ Պետք է նշեմ, որ 24-ժամյա ռեժիմ է ընդունվել նշված նախագծի համար եւ հույս ունեմ, որ չորեքշաբթի օրը մեր ռադիոհաղորդման եթեր գնալու օրը այն վերջապես կդրվի քննարկման եւ 24-ժամյա ռեժիմում մենք հնարավորություն կունենանք երկու ընթերցում անցկացնել եւ այդ օրենքը նույնպես մինչեւ աշնանային նստաշրջան ունենալ։ Քառորյան շատ ծանրաբեռնված է, շատ կարեւոր նախագծերով, նաեւ պետք է ասեմ, որ ունենք արտահերթ նիստ արդեն նախատեսվող, եթե չեմ սխալվում, հունիսի 15-ից, որը կսկսվի եւ պետք է մենք մանրամասն մեր բնակչության ուշադրությունը պահենք խորհրդարանի վրա եւ քննարկվող ցանկացած հարց, որը հուզում է մեր քաղաքացիներին, քննարկման առարկա դարձնենք եւ նաեւ մեր քաղաքացիների կարծիքը լսերի դարձնենք խորհրդարանում եւ նրանց առաջարկությունները, քննադատությունները տեղ հասցնենք Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնում։ Կարծում եմ այսօր այսքանը մեր ռադիոհաղորդման շրջանակներում մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել եւ մանրամասն լուսաբանել մեր եթերում ցանկացած արդիական քննարկվող օրինագիծ կամ հարց, որը որ հուզում է մեր բնակիչներին, մեր քաղաքացիներին եւ նաեւ ես ձեզ կոչ եմ անում, հարգելի ռադիոլսողներ, որ դուք էլ ակտիվ լինեք եւ ձեր հարցերով մեզ դիմեք խմբագրություն եւ մենք ռադիոհաղորդման շրջանակներում կպատասխանենք ձեր հարցերին։ Շնորհակալություն ուշադրության համար, եթերում իրական իրավունք հաղորդաշարն է, ձեզ հետ է ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը։ Լրատվական ռադիո FM 106.5